Հարգելի հայրենակիցներ, հարգելի լրագրողներ, ինձ թվում է արդեն շատ լսված եւ շատ արտահայտված ազատություն մեր բոլոր քաղբանտարկյալներին եւ ազատություն Սամվել Կարապետյանին այս եզրույթները, այս խոսքերը արդեն այնքան է լսվել Հայաստանում, արդեն այնքան է ասվել Հայաստանում, որ չեմ պատկերացնում որևէ խելամիտ ղեկավարություն, որևէ խելամիտ վարչակարգ, որը այսքանից հետո դեռ շարունակում է գործել ապօրինություններ, շարունակում է ապօրինի կալանքի տակ պահել ազգային արժեքներ կրող, ազգային ինքնագիտակցություն ունեցող մարդկանց։ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը եւ ազատազրկումը հենց այս խոսքերի ապացույցն են։ Մեր սրբազանների ապօրինի կալանքը հենց այս խոսքերի ապացույցն են։ Մարդիկ չպատկերացնելով, չունենալով կառավարչական հմտությունների մասին ինչ-որ գաղափարներ, ուղղակի նստում են շենքում, հենց այս շենքում նստող մարդկանց նույնպես վերաբերում է եւ նրանց նույնպես ուղղված է այս խոսքերը։ Ուղղակի իրականացնում են գործողություններ, չհասկանալով իրենց արարքների գինը, արժեքը մեր հայրենիքի համար։ Խոսելով, ելույթ ունենալով իրենց դիրքերից, նրանք կարող են ժամանակի ընթացքում ուղղակի փոխել իրենց դիրքորոշումները ու արտահայտել դա, բացատրել նրանով, որ պայծառացան, լուսավորվեցին, ինչ-որ կրթվեցին, չհասկանալով, որ գալով արդեն այս պաշտոնին իրենք մեծ պատասխանատվության տակ են մտնում, նրանց արված գործողություններն արդեն անձնական, միայն անձնական պատասխանատվության տիրույթում չի, իրենց գործողությունների համար պատասխան ենք տալիս մենք բոլորով, մեր հայրենիքն է պատասխան տալիս, մեր հայրենիքի կորուստներն են դրա ապացույցը, հայրենիքի կորուստներով մենք պատասխանում ենք այս մարդկանց գործողությունների համար։ Հունիսի 7-ը արդեն սարերի ետևում չէ եւ այդ ջրբաժանն է լինելու, որից հետո մենք պետք է ունենանք ուժեղ ղեկավար, որից հետո պետք է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ուղենք մեր մեջքը եւ մեր տեղը նորից վերականգնենք աշխարհի երկրների հեղինակության շարքում։ Այս հեղինակությունը, որ ամբողջությամբ վարկաբեկել են այս գործող իշխանությունները եւ միջազգային ասպարեզում եւ գործընկերների մոտ, անգամ այն երկրները, որոնք շնամաբար էին տրամադրված Հայաստանի հանդեպ, զգալով Հայաստանի ղեկավարների հեղինակությունը, որը նաեւ պրոյեկտում են մեր երկրի ամբողջ հայրենիքի վրա, բնականաբար պահանջելու են իրենց շահերից բխող դիրքորոշումներ, որը այս մարդիկ ուղղակի ընդունում են, առանց որևէ նախապայմանի, առանց որևէ հակադրության, իրենք ընդունում են բոլոր պահանջները, որոնք դրվում են մեր հարևան ոչ բարեկամական տրամադրված երկրների կողմից։ Նման ղեկավարներով շարունակել ապրել այս դժվար տարածաշրջանում, այս միջազգային խնդիրներով լի տարածաշրջանում, ուղղակի արդեն աթույլատրելի է։ Հենց հունիսի 7-ը լինելու է ընտրության օրը, այդ հայրենական ընտրությունը, դրանից հետո է լինելու ջրբաժանը եւ ես համոզված եմ, որ մենք հաղթելու ենք այդ ընտրություններում։ Հայաստանը ունենալու է ուժեղ առաջնորդ։ Այս վախի անարդարության մթնոլորտը, որ փորձում են ինչ-որ մի կերպ հատատել մեր ժողովրդին, չի ստացվելու, հասնելու է իր ավարտին։ Ժողովրդավարության առումով ենք առաջ գնալու, ազատությունների առումով ենք առաջ գնալու։ Համոզված եմ դուք բոլորդ արդեն գիտեք եւ վստահ եք, երկրորդ կարծիք չի կարող լինել, որ տնտեսությունը պետք է զարգանա ու տնտեսության զարգացման բանալին արդեն ներկայացվել է։ Դա համալրվելու է, լրացվելու է եւ դա աշխատանք է, որը հետեւողականորեն իրականացվելու է։ Այս խոսքերս ուղղակի ուզում եմ եզրափակել պահանջով, ազատության պահանջով
ազատության պահանջով մեր բոլոր քաղբարտակյալներին, Սամվել Կարապետյանին եւ մեր հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը։ Ազատություն! 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 Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։